Ամսոնի Սաղաթելյանի գործում ամենամեծ եւի բեկումը Եվրոպայի խորհրդի լրագրողների պլատֆորմի անդրադարձն էր։ Հավաքական աշխատանքի, համակարգված աշխատանքի արդյունք, այո։ Ու այսպեսի մի բան կա, եւ երբ որ մենք այս դեպքի մասին, նախորդ դեպքի մասին, չէ, 24 թվականի դեպքի մասին զեկույցը գրում ենք, մտածում ենք, մի քիչ ծիծաղելի էր թվում, էլի, ասում ենք, սա որ անգլերեն թարգմանենք։ Անգլախոս մարդիկ, որ կարդան ինչի համար են իրանք նստած, այսինքն այդ արտահայտությունների թարգմանությունը։ Մոռանանք կոնտեքստը, մոռանանք որ դրանք ի պատասխան էին համանման վիրավորանքի, չէ, եւ այլ։ Զուտ որ կարդաս հրամար մակալ բանդում հայտնվի, ինչ կմտածեն, էլի։ Իրենք որ իրենց ոդքասթերի, հաղորդումների, քաղաքական ելույթների ընթացքում են, հա, այդ բառերը օգտագործում։ Առհասարակ այդ բառերը շատ երկրներում ինքը ես չեմ օգտագործում, բայց դեռ օգտագործում են մարդիկ դա ընդունված բան է, շատ դեպքերում ընդունված բան, ինքը թիրախային է ինչ որ քաղաքական գործի, որը մենք գիտենք, որ այս չափանիշների պետք է առավել շատ քննադատության ենթակա լինի, բայց ինչ որ պատճառով ստացվում ավելի քիչ քննադատության է ինքը ենթակա։ Ու դրա համար ոչ թե մարդուն օրինակ կարող է զրպարտության վիրավորակի հայց հասնի, այլ բանտարկ են, որոնք շատ դաժան ձևերով, որոնք կադրը այդ ամեն ինչ հրապարակում, ցուցադրական ձևով, պապաջիչ բանը միանշանակ է, ուրիշ բան չկա, դեպք չկա։